Անխոչնդոտ եւ անժամկետ կապ Նախիջևանի հետ վերջին 5 օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ Երևանին ուղղված այս պահանջն է հնչեցնում Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova։ Շաբաթ օրն ադրբեջանական դիվանագիտության ղեկավարն այս մասին խոսեց Անտալիայում կազմակերպված միջազգային համաժողովի ընթացքում։ Այսօր արդեն Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Məlumatlıdır ki, son illər ərzində Ermənistan tərəfi ilə հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ի հավելում Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում մեր երկրի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև կապի ապահովման հարցում։ Նման բան գոյություն չունի, երբ մի երկրի տարածքը բաժանված է երկու մասի։ 2020 թվականին Հայաստանն անխոչնդոտ հաղորդակցության պարտավորություն է ստանձնել եւ այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ կապը պետք է լինի անխոչնդոտ, որևէ խոչնդոտ չպետք է լինի, եւ դա այնպիսի պարտավորություն պետք է լինի, որպեսզի ապագայում Հայաստանի օրենսդրության հնարավոր փոփոխություններն այդ իրավիճակի վրա չազդեն, ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ կտրվածքով։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով հաղորդակցության նման ռեժիմի հաստատման անհրաժեշտությունը բխում է խորհրդային տարիների պատմությունից, երբ մեջբերում 300,000 բնակիչ ունեցող ինքնավար հանրապետությունը հայտնվեց շրջափակման մեջ։ Այժմ ըստ Բայրամովի Ադրբեջանի ակնկալիքն է ազատ եւ անխոչնդոտ հաղորդակցությունն անկախ քաղաքական հարաբերակցության տարերի փոփոխությունից։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, պնդում էր ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանն ու դրա ստորագրման հեռանկարներին, Ceyhun Bayramovն այսօր կրկնեց Բաքվի առաջ քաշած երկու նախապայմանները։ Անտալիա դիպլոմատիկ ֆորումının Խաղաղության համաձայնագրի շուրջ գործընթացը վերջնականապես ավարտելու եւ այն ստորագրման մակարդակի հասցնելու համար ես Անտալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմին մեկ անգամ եւս հիշեցրի Ադրբեջանի լեգիտիմ պահանջների մասին։ Հայաստանը փորձում է դրանք որպես նոր պայմաններ ներկայացնել։ Դա սակայն այդպես չէ։ Մենք Հայաստանի կողմից այդ պահանջների կատարմանը սպասում ենք 2022 թվականից։ Մենք Երևանի ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրեցինք Հայաստանի սահմանադրությունում տեղ գտած տարածքային պահանջները վերացնելու եւ անօգուտ Մինսկի խումբը վերացնելու կարեւորության վրա։ Անտալիայում Արարատ Միրզոյանի հետ բանակցություններն ընդհանուր առմամբ օգտակար որակելով Բայրամովն այսօր ընդգծում էր, թե դա կողմերի տեսակետները հստակեցնելու եւս մեկ հարմար առիթ էր։ Դա կարևոր հանդիպում էր նաեւ այն պատճառով, որ առաջիններ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, նշում էր Ceyhun Bayramova։ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր խոսեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանազատման մասին, հատուկ հիշատակելով անցած տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունները։ İlk dəfə olaraq 2024-cü ilin aprel ayında 2024 թվականն այս առումով հիշարժան էր։ Առաջին անգամ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք բերվեց եւ տեղի ունեցավ 90-ականների սկզբից հայկական օկուպացիայի տակ գտնվող Ղազախի շրջանի 4 գյուղերի ազատագրումը։ Սահմանազատման պետական հանձնաժողովների շփումները շարունակվում են եւ ակնկալում ենք, որ գործընթացը կշարունակվի արդեն առաջիկա ամիսներին։ Fəaliyyət göstərən komissiya arasında təmaslar davam edir.